Խոնոր լույս ես բումբումիկ Կախարդական քաղաք դու հրաշք ես բումբումիկ Ժպիտը կոտակի տոտաները բումբումիկ Սիրո լծրուսը տերը դու ամենքի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Սիրո լծրուսը տերը դու ամենքի Ախնեք, տատիկին, սատ են ծանում մի կեյս, թույացեի են ձեքեյս, ու սիսպեյը ծածպեք, ամպայեցեք ու կեյեք։ Բարև ձեզ իմ թակագին փոքրիկներ, հիշում եք չէ, նախորդ հաղորդման ժամանակ Բոբոյիկը ինչ բարդ հասարություններ էր տալիս բոլորին, տեսնենք այս անգամ ինչ է նախապատրաստել, բայց ես կարծում եմ, որ մեր փոքրիկները կկարողանան ամեն ինչ լավ անել, այնպես չէ, դե ինչ, եկեք միասին գնանք և տեսնենք, թե այսօր ինչ է լինելու, գնացինք։ Ես Եսայան Էլիզան եմ, 4 տարեկան եմ։ Էլիզա, ինչ ես դառնալու, երբ մեծանաս։ Որ ես մեծանամ կտանեմ բզիս։ Աչքերդ փակիր։ Հիմա բերանդ փակիր։ Հիմա ակաշներդ։ Իսկ հիմա լաց եղիր։ Պատկերացրու, թե դու հայտնի դաշնակարուհի ես և համերգ ես տալիս։ Սապահարի։ Հիմա պիսիկի նման մլավիր։ Միաու, միաու։ Հիմա ակաղաղի ձայն հանիր։ Ձորուղու։ Հիմա շան։ Հավ, հավ, հավ։ Մի լսիր Բոբոյիկին, նա միայն չարություններ անել գիտի։ Էլիզա, արի երգենք։ Ծաղիկ, ծաղիկ դու հեյու ես համե կկակայի գուտի, դուտի մացըցս տեսնի։ Լավ, հիմա արի պարենք։ Добрый и ясный, самый прекрасный мир, где живут без забот. Солнечным светом сердце согрето, сказка на Очень чистացում, очень чистացում։ Ոչ, ամենիչը լավ է ստացվում, Բոբոյիկ, լրիր ու մի խանգարիր։ Если сумеешь, в сказку поверишь, что тебя радость и смех. Элис, ինչ եք անում ներսում։ Լսում ես ցեյացում, ոնցից ես ծիծաղում եմ։ Մենակ ծիծաղում ես, չլացեցիր։ Մի հատիկ յացեցի։ Ընդամենը մեկ հատ ես լաց եղել։ Իսկ արտասանել ես կամ երկել ես, պորել ես, ինչ ես օրել, ասա։ Եկեպա։ Երկել պորել ես, իսկ քո ընկերներին ինչ կմաղթես։ Ցանկությունների կնվենեի, իա հետ ծկրվեն, մակապատեզում դասիում, որ իրանք խերոք պահեն, իրանքին լսանակեն իրանց։ Շատ ապրես։ Սիրելի մայրիկներ, հայրիկներ, տատիկներ ու պապիկներ, եթե դուք ցանկանում եք, որ ձեր բալիկը նույնպես այցելի երաշխներով լինեն, Բոբոյիկ թատերական ստուդիա, զանգահարեք 49 99 49 հեռախոսահամարով։ Բարև ձեզ իմ սիրելի փոքրիկներ, ինչպես եք։ Ես այդպես էլ գիտեի, որ դուք շատ լավ եք։ Գիտեք, այսօր իմ հյուրն է մեր փոքրիկ, չքնաղ գեղեցկուհի Էլմիրան, եւ մենք նրա հետ այսօր պատրաստելու ենք մրգային աղցան, ճիշտ է Էլմիրա։ Կասես, ինչ պետք է սկզբում կտրենք։ Բանանը։ Բանանը։ Կասես, ինչպես ենք կտրատելու խորանարդներով։ Հա, այսպես։ Nascosta dai lunghi capelli, tu balli ma i gesti son quelli. Իսկ դու գնում ես մանկապարտեզ։ Հա, գնում ես, ինչ եք անում մանկապարտեզում, արտասանել։ Կաղում եմ, Ահա։ երկում եմ, հանդես գնում, հասնում։ Gelato al cioccolato. Իսկ դու քույր եղբայր ունես։ Քույր թե եղբայր։ Կուրիկցինը մապերիկունը ես եմ։ Ու դու եղբորդ համար այսպիսի աղցաններ պատրաստում ես։ Իսկ ուրիշ ինչ ես անում։ Հլասա, մայրիկիդ օգնում ես խոհանոցում։ Հետո
Ինչ եք պատրաստում խոհանոցում մայրիկի հետ։ Ողջան եմ բարտասում, ճերճք եմ բարտասում, մեկ էլ խնձոր եմ կտրտում։ La sabbia più bianca stasera, ma dimmi che sei proprio vera. Gelato al cioccolato. Խաղեր խաղում եք։ Ինչ խաղեր եք խաղում։ Գնդակը վերցնում ենք վերդոյից, հետո գնում ենք վերցնում ենք։ Իսկ ընկերներիդ հետ ուրիշ խաղեր չեք խաղում։ Տունտունիկ, օրինակ, տիկնիկներով, օպտոներով։ Խաղում եք։ Եղբորդ հետ էլ ես խաղում։ Աղբերս գնում ընկերներ են ասում, ես էլ ասում։ Եղբայրդ էլ մանկապարտեզ հաճախում։ Նույն մանկապարտեզն եք գնում։ Նույն մանկապարտեզն եք գնում։ Իսկ կարող ես մեզ համար արտասանել։ Տիկնիկ լողտու լողարա, դասի ողցը թողարա, իչի ջորի հատակը, ինչը վասնի վենտակը, ինչ չլսես բգնիկը, ինչ չլսես ճգնիկը, հոպ գտվես նավորդը, կարթը մնաց կոկորդը։ Շատ ապրես Էլմիրա, իսկ ուրիշ բանաստեղծություն գիտես, կամ երգել գիտես։ Կարող ես երգել։ Խնդրեմ, երգիչ։ Ատուլիտկի խուլիցեսիցեն, ատուլիտկի միմիրան ունանանոշկա, падили сули маю мае, италятки нелика, ну хартушка начина сатулитки, калубол начина сатика, ну хартушка начина сатулитки. Ինձ այսքանը բավական է։ Այ, արագ կտրատում ենք։ Իսկ դու առաջի անգամ ինչ ես պատրաստել։ Ճաշիկ, Ճաշիկ, ինչ ճաշիկ։ սուպիկով, Իսկ հայրիկին հյուրասիրեցիք այդ սուպիկից։ Թե միայնակ կերոք։ Այդպես նստեցիք դու մարիկը ցտեցիք ուտել։ Հայրիկին տվեցիք թե ոչ։ բոբոս գնացել էր գործի, մենք էլ չկարողացանք տային։ Վայ, փաստորեն դուք մենակ կերաք։ Հայրիկին չհասավ այդպես էլ այդ սուպիկից։ Սա էլ լցնենք այստեղ։ Իսկ ասա տեսնեմ այդ ձուկիկին որ պահում ես, դու ես պահում թե մայրիկն է օգնում որ դու իրեն պահես։ Ես մամայիս ասում եմ, որն ձգնիկի ամանը վերցրել է, ու մի հատ ամանը վերցրել է, թափել է ջրի մեջ։ Ձուկիկը։ Չէ, որոն։ Եղբայրը։ Հա, Իսկ ասես քո թութակը անուն ունի։ հա, թութակիս անունը բանա, Սիզույա։ Ինչ։ Սիզու։ Սիզու։ Հա, Ով է դրել այդ անունը։ ես։ Դու։ Հա։ Իսկ քո թութակը քանի տարեկան է։ Մի հատ տարեկան է։ Մի հատ տարեկան է թե մի տարեկան։ Մի հատ տարեկան։ Մի հատ տարեկան։ Իսկ եղբայրդ քանի տարեկան է։ 2 հատ տարեկան։ Իսկ դու Որը չկտր։ չի կտրում։ Մասի քեզ օգնեմ, հա։ Թույլ կտաս։ Որս կամ էչը։ Կորիզն է խանգարում մի րոպե։ Մեկ ինձի։ Մեկը քեզ, մեկը ինձ։ Զգուշ մատիկները չկտրես, լա։ Էլիկո։ Էլի կա կորիզ։ Այս մեկը հանեցի, արսաղ դու կտրի։ Dar să știi că te-am iubit, mar necă în ochii tăi. Հիմա պետք է խառնենք, ճիշտ է։ Հիմա ինչ պետք է անենք, ասա։ Մի քիչ էլ լուր պետք է այստեղ լցնենք, չէ՞։ Ամբողջը լցնեմ, թե մի քիչ։ Մամաս որ մածնովա սարքում այդ բաները, ես չեմ դուր։ Ինչու։ Որովհետև մածնովա սաղը լսնում մամաս։ Այդպես համեղ չի։ Մածունով համեղ չի։ Հիմա սա ինչ պետք է անենք։ Հիմա Չէ, հիմա սա պետք է լցնենք այստեղ։ Չէ՞։ Ես լցնեմ, թե դու։ Ես։ Մյուսը դու ես լցնում։ Համաձայն ես։ Այսքանը բավական է։ Poate m-am purtat urât,
Vestiti che ti ami un Բոլորը պետք է լցնենք։ neanche un occhio dei la rollare lei Prende il lume a dupe la rollare lei Ești un înger pe pământ despre tine cânt Și zi și noapte Կարծես թե ավարտեցինք, չէ՞։ Մնաց մեկ հատ։ Մի հատ։ Այս վերջինն է լցնենք։ Հիմա այս մեր աղցանի վրա մենք պետք է լցնենք կաթնայի սերունդ, ճիշտ է։ despre tine cânt Și zi și noapte Բավական է։ Հիմա ինչ պետք է անենք։ Հալո։ Քթալով լցնենք։ Ես տամ քեզ, դու լցրու, լավ։ Ահա, ինչ համեղ է։ Ուզում ես մեկ ուտել։ Թե թողնենք հետո կուտենք։ Հետո, հիմա չենք ուտում։ Հիմա դե կեր։ Վարյա խորժած։ Մի դարավոր կաղնուտակ խոզագա անհակ այնքան կաղին զղտվեց, որ ցած ընկավ ու փռվեց, զարթնեց քնից ու տակից, ծառը փորեց արմատից։ Ինչ ես անում այ անգետ կչորանա արևից, չորանում է չորանա, ինձ ինչ օգուտ զորանա, միայն կաղին ունենամ, ուտեմ, պարտեմ, գիրանամ։ Ինչ է կատարվում այստեղ, միթե դժվար է մեկ բաժակ ջուր բերել ինձ համար, չեք հասկանում, չէ որ այստեղ իսկական աստղեր են նստած, հենց հիմա ջուր բերեք, բաբայիկ, բավական է դժգոհել, ավելի լավ է սկսենք, ներս եկեք։ Ես Լորսաբյան Սյուզին եմ, ես 5 տարեկան եմ, որ մեծանամ դառնալու եմ ատամնաբույժ։ Սյուզի, կարող ես ակլորի ձայն հանել։ Ծուղրուղու։ Բաբայիկ, ինչու ես միշտ ասում որ ակլորի ձայն հանեն, թող փորձեն, թութակի ձայն հանել։ Միթե ինչ-որ մեկը կարող է քեզանից լավ թութակի ձայն հանել, հա։ Լավ շարունակենք, Սյուզան, հիմա պատկերացրու, թե դու կարմիր գլխարկն ես և ծաղիկ ես հավաքում։ Բավական է բաբայիկ, ուզում ես որ պարոն բումը քեզ վրա բարկանա։ Սյուզի, պատկերացրու թե խնձոր ես ուտում։ Հիմա խաղող։ Կարող ես երգել։ Ես փափկապոչ աղվեսնեմ, անտառը իմ պարտեզն է, գիտեմ ամեն արահետ, բալուր կածանձոր ու ջետ, գիտեմ ամեն արահետ, բալուր կածանձոր ու ջետ, рыжая головка, хитрая плутовка, пушистый хвост, краса, кто же это? Հիմա պիսիկի ձայն հանիր։ Няу, Արիլի կնկոշ։ няу. Հիմա երևակայական նվագիր։ Հիմա լաց եղիր։ Ուրախացիր։ Ура! Հիմա էլ պարին, որ տականաս։ All my friends know the low rider. The low Սյուզի, ներսում ինչ էիք անում։ Լացել էի, ծիծաղացել էի, ջղայնացել էի, ծաղիկ էի հավաքում, խաղող էի ուտում։ Պարել ես։ Ինչպես ես պարել, մեկ հատ ցույց կտաս։ Ինչպես ես։ Օ, իսկ քո ընկերներին ինչ կմաղթես։ Որ իրենց լավ պահեն, ընկերների հետ չկռվեն։ low Մեր ստուդիա հաճախելու համար պետք է պարզապես զանգարել 49, 99, 49 երախոս է համարով։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, այսօր մենք հայտնվել ենք նարնջագույն փղի թագավորությունում և այսօր մեզ հյուր է եկել մի շատ գեղեցիկ բալիկ։ Կասես ինձ քո անունը։ Էլա, Էլա, Էլա ջան, իսկ դու գիտես մենք այսօր ինչերով ենք աշխատելու։ մեծիկ, գունավոր պլաստիկներով։
Իսկ ինչ ենք պատրաստելու այսօր։ Ահա, այսօր ձնեմարդ ենք պատրաստելու։ Ինչ գույնի է լինում մեր ձնեմարդը, կարող ես ասել։ Ապրես, ուրեմն մեզ պետք կգա սպիտակ գույնը։ Մեր պլաստիլիններով աշխատելու համար նախ պետք է փափկեցնել այն։ Հիմա ես կասեմ, թե ինչպես պետք է այն փափկեցնես։ Պարզապես պետք է ձգես և մոտեցնես իրար։ Իմ մայրիկը լավ մայրիկ է, ողջ աշխարհը մի հատիկ է, ինձ առնում է իր գլխի մեջ ու հեքիաթներ պատմում անվեր։ Շատ ապրես, շատ գեղեցիկ բանաստեղծություն էր։ Տեսնեմ փափկեց մեր պլաստիլինը։ Շատ լավ է։ Այնուհետև պետք է գնդիկ պատրաստենք։ Հիմա ես մի փոքր քեզ կօգնեմ, որ ինքը ավելի հարթ լինի։ Այնուհետև այսպես երկու թաթիկով ուղղում ենք իրան, որպեսզի ինքը ավելի գնդիկի տեսք ունենա։ Իսկ դու ձմռանը ձնեմարդ պատրաստել ես քո ընկերների հետ։ Այո, կպատմես ինչպիսին էր այն, ինչ ուներ ձնեմարդը։ Աչքեր, քիթիկ, գլխար։ Գլխար, քիթիկ, աչքեր, իսկ նրա մարմինը քանի գնդիկներից էր բաղկացած։ 3։ Ապրես, արի պատրաստենք ձնեմարդու մարմնի երկրորդ գնդիկը։ Նախ պետք է փափկացնենք այն և գնդիկ անենք։ Հիմա ձնեմարդու ինչն ենք դնում։ Երկրորդ գնդիկ։ Մարմնի երկրորդ գնդիկ, այո։ Կհիշեցնես, քանի գնդիկ ուներ ձնեմարդը։ 3։ Երեխաներ, ձնեմարդու մարմնի գնդիկները պետք է լինեն տարբեր չափսերի՝ մեծ, միջին և փոքր։ Մենք կպատրաստենք հիմա ձնեմարդու մարմնի փոքր գնդիկը։ Հիմա կտեղադրենք ձնեմարդու մարմնի վերջին գնդիկը։ Այնուհետև մեզ պետք կգա գործիք, որով կնշենք ձնեմարդու աչքերը, քիթիկը և կոճակների տեղը։ Նախ կտեղադրենք ձնեմարդու աչքերը։ Կհիշեցնես ինչից էին ձնեմարդու աչքերը լինում։ Արևից։ Քարից, այո, պետք է դնենք այս իմ նշած տեղում և մի փոքր սեղմենք նրան։ Այնուհետև տեղադրում ենք կոճակները։ Ինչ չունի մեր ձնեմարդը։ Քիթիկ, այո, քիթիկ և գլխար։ Քիթիկը պատրաստելու համար մեզ պետք կգա նարնջագույնը։ Որպեսզի ստանանք նարնջագույն, պետք է խառնենք դեղինը և կարմիրը։ Ինչով ես զբաղվում։ Հաճախում եմ քոլեջ և պար։ Իսկ ինչ պարեր եք պարում։ Քիթիկը պատրաստելու համար նախ պետք է նորից գնդիկ անենք։ Այնուհետև պետք է մի ծայրից երկարացնենք այն, քանի որ գազարը երկար է լինում, չէ՞։ Այնուհետև պատրաստենք մեր ձնեմարդու գլխարկ։ Վերցնենք կարմիր գույնը։ Այնուհետև նորից պետք է մի ծայրից երկարացնենք այն և մատիկներով գլխարկի տեսք տանք նրան։ Հիմա պատրաստենք ձեռքերը և մեր ձնեմարդը պատրաստ կլինի։ Տեղադրենք նաև ձեռքերը։ Ահա, պատրաստ է։ Քանի որ արդեն ձմեռ է և ձմռան ամենագեղեցիկ տոնը ամանորն է, մենք միասին կերքենք ամանորի մասին մի երգ։ Իջնում գեր, իջնում գեր, and the day is gray, and the snow is bright, and the sky is so bright, English shout, we don't mind, happy new year to you all. Դե ինչ սիրելի փոքրիկներ, դուք էլ կարող եք վերցնել այսպիսի պլաստիլին և պատրաստել այսպիսի ձնեմարդ։ Դե ինչ կհանդիպենք։